Այդ կթողես հաց ուտեմ։ Կարող է ես քո ձեռը բռներեմ, նորո, կեր։ Ես իմ համար ուղղակի բարձր մտածում եմ։ Բայց ասա, որ շատ համով է։ Վերջն է ախպերես, վերջն է, չկա սենց ուտելիք։ Ու կլինի նենց մտածես, որ դու քեզ լսես, ես չլսեմ։ Ասում եմ ոչ մի բան չի փոխվել։ Ու չի կարա փոխվի։ Էլ ավելի նորո։ Էլ առաջվա նման տեղը տեղին չես կարում ջղայնանաս, էլի չես համոզում ախպերես։ Այդ կլինի սուս մնաս։ Մենակ հիմա, թե ընդհանրապես։ Փորձանք ես դու։ Ես, չէ, լավ նոր վերջացրում։ Թող 5 րոպե հաց ուտեմ ու ռադես քաշեմ գնամ։ Հա, Շակոբար։ Հետո կարամ իմանամ այդ ոնց է տեն ստացվել, որ ես քո հետ իմ տան անձնական թեմայով եմ խոսացել ու հիմա այդ բոլորը գիտեն դրա մասին։ Այսինքն, ինչի մասն ես խոսում, ինչ ա եղել, Շակոբար։ Այդ դու ինձ պետք է ասես, ես եմ քեզ հարց տալի։ Ես հեսա կգամ ձեր տուն կխոսենք, լավ։ Արի սպասում եմ։ Ինչ ա եղել։ Հեչ ասես, որ հետս խոսալու բան ունի, պիտի հեսա մի հատ իրանց տուն գնան։ Արշակ ինչ-որ բան ա եղել։ Են ա եղել Մագդա, որ ահա որ ջղայնացած եմ Էդոյի վրա։ Ինչ ա արել։ Նորոյի տատին ա զանգել։ Հետո։ Հետո են, որ Նորոն իմացել ա, որ ես ժամանակին իրանց գումար եմ ուղարկել։ Ու տատին ընդունել ա։ Իհարկե պարզավոր Էդոն ա ասել, ուրիշ որտեղից պետք է իմանար։ Դե մտերիմ ընկերներ են, կարող է քեզ պաշտպանելու համար ա ասել։ Մագդա, ես Էդոյին հարազատ ընդունելով կիսվել եմ հետը։ Մի բան ավել եմ պատմել, մի բան պակաս, բայց այդ չի նշանակում, որ պետք է գնար ու պատմեր։ Ու կապ չունի ինչի համար, թեկուզ նաև ինձ պաշտպանելու համար, չպետք է ասեր։ Հա, բայց դու զգուշացրել էիր Էդոյին, որ Նորոյին բան չասի։ Չէ, չեմ զգուշացել, որովհետև չեմ մտածել, որ կասի։ Արշակ, խնդրում եմ Էդոյի հետ կոպիտ չխոսաս։ Ինքը հաստատ դիտավորյալ ոչ մի բան չի արել։ Հիշում ես, որ ես Էդոյին կասկածում էի, ինձ ինչ օրը գցեցիր։ Մագդա, ես հիմա չեմ կասկածում, ես ուղղակի ջղայնացած եմ։ Թող գա կմտածեմ, կհասկանամ, թե չէ։ Տատ։ Լացում ես։ Նորմալ է, բալես, ես իմ համար նորմալ է, կլացեմ կհանգստանամ, ես արդեն իմ առորյան է դարձել։ Տատի, բայց ինչի ես լացում։ Ինչի ես սենց բաներ ասում, Նորոն է նեղացրել։ Չէ, ես Նորոյից նեղանալու տեղ չունեմ, ես ձեզնից նեղանալու տեղ չունեմ, որ դուք իմ կողքին չլինեք, իմ կյանքը ընդհանրապես իմաստ չէր ունենա, այդ դուք եք ինձ փրկել, այդ դուք եք նենց արել, որ ես ինձ կարևոր զգամ, որ այսքան անպիտան ու մենակ չզգամ։ Երեխուն մենակ ես թողել։ Դե բուժքույրը մոտնա։
եկել եմ պիտի էլի գնամ։ Տատի, բայց ինչ ա եղել։ Վերքեր կան, բալես, որ չեն բուժվում, չեն անցնում։ Ինչքան էլ կյանքը փորձի մաշեցնել, համ ցավն ա մնում, համ տխրություն։ Ես դժբախտ մայր եմ։ Մի տղա եմ ունեցել են էլ ինձ թողել, լքել գնացել է։ Ու մտքով չի էլ անցնում մի անգամ հետաքրքրվի թե ոնց եմ։ Ես վատ մայր չեմ եղել բաբկենիս համար։ Պահել եմ, մեծացրել եմ, ամեն ինչ արել եմ։ Իրա հոր մահից հետո ամբողջ ծանրությունը ուսերիս վրա մնաց։ Գիտես, որ պապիկդ շուտ ա մահացել։ Բաբկենս նոր դպրոց պիտի գնար։ Բայց ես ինչ չեմ կորցրել։ Ոչ վեկի վրա հույս չեմ դրել։ Ուժերս հավաքել եմ ու երեխուս պահել եմ։ Ու հիմա այսքանից հետո սենց կարոտով մնամ։ Գոնե մի հատ զանգեր։ Գոնե ամսվա մեջ մի անգամ զանգեր։ Ձայնը լսեի։ Տատի, ես չգիտեմ ոնց կարա մարդ այդքան անտարբեր լինի իր ընտանիքի նկատմամբ։ Ես չեմ կարողանում իրեն ներեմ, հասկանում ես։ Չի ստացվում, տատի։ Չեմ կարողանում մոռանալ ոնց ինձ մենակ թողեց։ Ոնց մեզ մենակ թողեց, ընտրեց իր երկրորդ ընտանիքը ու գնաց։ Ոնց չնայեց աչքերիս մեջ, տատի, ոնց արցունքներս չտեսավ։ Չնայեց չէ։ Տեսավ արցունքներս, ուղղակի թքած ուներ։ Տատ ջան, ես հիմա ինչքան էլ ուզենամ, մեկ ա, չեմ կարա առաջին քայլ անեմ, հասկանում ես։ Ես քեզ չեմ ասում զանգի, կամ տենց մի բան արա։ Ես գիտակցում եմ, որ բաբկենը որպես հայր շատ սխալ ա իրան պահել, որ իր արածը ստորություն էր։ Էլիս ես ոչ միայն մորդ եմ մեղադրում, նաև տղայիս։ Ու մի մտածի, թե ես բաբկենին դրել եմ գլխիս, մորդ էլ գցել եմ, չէ, այդպես չի։ Ուղղակի որպես մայր ես տանջվում եմ, մտածում եմ, կարոտում եմ։ Էլիս գիտես վախենում եմ, որ կարոտը սրտումս էլ կմեռնեմ։ Ես ձեր մորը շատ եմ մեղադրել։ Երևի դրանով ձեզ էլ եմ նեղացրել։ Բայց դա իմ սրտի ցավից ա եղել։ Ինձ կրծող ցավից ա եղել։ Մաղձա, ինչ ա եղել, վարել ես ձերքդ։ Ինչ։ Ասում եմ վարել ես ձերքդ, շատ ա ցավում։ Չէ, նորմալ ա։ Պահի, պետքա շատ պահի սառը ջրի տակ, որ ջուրի։ Էդոյի տանը հաստատ մի բան կլինի։ Հա, պետքա որ լինի։ Մագդա կարող է իմանալ Սեյդոն դեղերը որտեղ ա պահում։ Նորը նորմալ ա, կգնամ տուն մի բան կգսեմ։ Ինչն ա նորմալ, հասկանում ես, ես չի կարելի թողել, հնարավոր ա խորանա ամեն ինչ։
Ինչ պարզվեց։ Հա։ Չէ, ընդհանրապես կապ չունի քանի տոկոսա, ինչա, ոնց է, ինչ տա փողա պետք։ Լավ, գալիս եմ։ Տատի, կլինի տենց բաներ չմտածես, խնդրում եմ քեզ էլի, մի լացի տատ։ Հետո դու պետքա միշտ ուժեղ լինես, բա մենք ես տատին ենք ճանաչում։ Էլ ուժեղ մնաց Էլիս ջան։ Ես օր ու գիշեր լացում եմ։ Հին ալբոմներով ու նկարներով եմ հոգիս թեթևացնում, կարոտս առնում։ Բայց ապրելա, բայց կարոտ առնելա։ Ես գիտեմ, որ շատ սխալներ եմ արել, որ ինչ-ինչ հարցերում սխալ եմ եղել։ Բայց այս տեսակ պատասխանը շատ չէր ինձ համար։ Ես որ Արշակի ուղարկած փողերը ներկայացնում էի, թե հայրը տա ուղարկել։ Դրանից ինձ լավ է իսկում։ Դա հենց այնպես հավեսի համար չէ, որ անում էի։ Անում էի, որ թեթևանայի, որ սիրտս հանգիստ լիներ։ Ես էդ արել եմ, որ գոնե ձեր հորը ձեր աչքին բարձր պահեմ, որ գոնե դուք չապրեք են հիասթափությունը, որ իմ մեջ էր, որի դեմ ամեն մեթոդով փորձել եմ պայքարել, բայց էլ ոչ ուժ ունեմ, ոչ հավես, էլ ոչ մի բան չեմ ուզում պայքարեմ, ուզում եմ ընդամենը մի անգամ բաբկենից տեսնեմ ու խոսեմ հետը, մի անգամ տղայիս հետ խոսեմ, Էլիս վախենում եմ, որ չեմ հասցնի։ Ճիշտն ասած հեռախոսով այդքան էլ բարձ չէր ինչ նկատի ունես, ում եմ ինչ արել կամ ինչ եմ ասել։ Դու ես չեմ ուզում քեզ վիրավորեմ։ Բայց դու սխալ բան ես արել։ Դու իրավունք չունեիր խոսալ մի բանի մասին, ինչի քեզ վստահելով ասել են։ Արշակ կլինի հանգիստ խոսակ, կլինի չտաքանակ։ Մագդա հանգստացի, ես չեմ պատրաստում կռվեմ հետը։ Արշակոպար կլինի դու ուղակի ասես էլի, որտեվ ես չեմ հասկանում ինչ է հիմա դու ինչի մասն ես խոսում, ես ինչ եմ արել։ Դու նորոն չի իմացել, որ ես իրան ընդեղից օգնել եմ գումարով։ Բայց չգիտեմ որտեղից իմացել է։ Իհարկե դու ես ասել, չէ՞։ Իմացել է ու տունը պատմություն է սարքել։ Նորոյի տատն էլ զանգել է ինձ, նենց է հետս խոսում, ես չգիտեմ ոնց պատասխանեմ։ Հենց տպավորություն է, ոնց որ ես իմ արած լավություն այդ մարդկանց երեսով եմ տալի։ Այդ ուղակի իրոք սիրուն բան չի ստացվել։ Ապեր, նայ հետո ստորագրի, ստե ուրիշ թվեր են, տոկոսի են էլ ուշად եղի։ Հետաքրքիր չի։ Ամեն դեպքում նայ, եսի բանկ չի, ստե թվերն էլ են ուրիշ։ Իսկ մուծումներն էլ Ես արդեն հասկացա, եթե հարցերը առաջանան, հետո պայմանագիրեք ուսումնասիրեմ։ Արսի, հաջողություն։ հաջողություն ես։ Տատի մի լացի էլի։ Ասա ինձ ոնց օգնեմ քեզ, ինչ անեմ քո համար տատ։ Ես քեզ կյանքում ես վիճակում ախր չեմ տեսել։ Գիտես քանի անգամ եմ օրը զանգում օրը թին համարին ու այդքան անգամ էլ հույսս ոտքի տակ առնում։ Այս ինչ տեսակ բախտ է։ Երևի էլ ոչ մի անգամ
Հնարավորություն չի լինի այսպես իրար հետ խոսենք։ Բայց ես դրա կարիքն ունեմ։ Ճիշտ է, ես երկար խոսել չեմ սիրում, բայց այսօր ուզում եմ խոսեմ։ Թեթևանամ, սիրտս հանգստանա։ Էլիս, ես քո մորը շատ եմ մեղադրել։ Ես իրան ոչ մի անգամ չեմ հասկացել։ Ոչ մի անգամ բաբկենիս մոտ իրան չեմ պաշտպանել։ Իրա կողքին կանգնած չեմ եղել։ Միշտ մեղադրել եմ։ Ու չեմ հասկացել, որ ինքը այդքան տարի ամուսնու սպասելուց հետո իրավունք ուներ իր կյանքը դասավորեր։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Շատ։ Ես մեղավոր եմ, որ դուք այսօր ձեր մորը չեք ներում։ Արշակոպար, ես դիտավորյալ չեմ արել, այդ ուղղակի խոսքի մեջ տենց է ստացվել։ Նենց չի, որ ես Նորոյին ամեն ինչ պատմում եմ էլի, ինչ որ դու ինձ ասում ես, ուղղակի Նորոյի հետ խոսում էի, դե գիտես ինքը քո հանդեպ շատ վատ է տրամադրված։ Ես էլ փորձում էի հանգստացնել, փորձում էի իրավիճակը քո տեսանկյունից ներկայացնել ու տենց խոսքի մեջ ասացի։ Հայ, դու շատ վատ բան է ստացվել։ Նորոն չպետք է իմանար այս ամեն ինչի մասին։ Ես չէի պատկերացնում, որ դու կասեր, թե չէ կզգուշացնեի քեզ։ Կռվել է հա տատի հետ Նորոն։ Չգիտեմ, բայց ավելի լավ կլինի, որ դու իր այդ այս թեմայով ընդհանրապես չխոսաս, թող հանգստանա։ Հիմա մտածում ես, որ ինչ մենք իրար հետ խոսում ենք, ամեն ինչ Նորոյին ասում եմ, չէ՞։ Չէ, դու։ Ուղղակի ուզում եմ, որ իրավիճակը ճիշտ վերլուծես։ Ու խնդրում եմ քեզ, իր մոտ մի պատմի իմ մասին, հա, մի ասա իմ լավությունների, օգնությունների համար։ Մեկը ինքը դա չի ընդունել ու ես չգիտեմ, կընդունի մի օր թե չէ։ Տենց վիճակը ավելի կսրվի։ Արշակոպար, ես ինձ շատ վատ եմ զգում, որ իմ պատճառով սենց բան եղավ։ Լավ, եկեք չկենտրոնանանք, հա։ Ինչ եղել է, արդեն անցել է։ Հուսով եմ, որ էլ սենց բան չի կրկնվի։ Լավ, բա վերջը մինչև երբ եք սենց թշնամի մնալու, Արշակոպար, մինչև երբ։ Ախր մեջտեղում արևը կա, Դու իրանց համար արևը ոչ մի նշանակություն չունի։ Ու այդ իմ համար ամենացավոտ կետն է։ Չէ, Արշակոպար, տենց չի, հաստատ տենց չի։ Կարող է իրանք տենց են ասում, բայց իրականում տենց չեն մտածում։ Նորոյի հետ կապված հաստատ տենց չի։ Չէ, եթե տենց չլիներ, ինքը գոնե ճիշտ իմանալուց հետո արևի հանդեպ ինչ-որ քայլ կաներ։ Չգիտեմ, կփորձեր ճանաչեր արևին, շփվեր հետը, բայց չէ, ինքը ոչ մի բան չի անում։ Ես արդեն չգիտեմ, թե իրանցից ինչ սպասեմ ու ինչ մտածեմ։ Ուղղակի քեզ մի բան եմ խնդրում։ Նորոյի մոտ իմ անունը ընդհանրապես չտաս, լսում ես։ Թող հանգստանա այս ամեն ինչից։ Լավ, Արշակոպար, ոնց ասես։ Բայց ասա, որ հավատում ես, որ դիտավորել չեմ արել։ Հա, հավատում եմ։ Դե լավ, եկեք սուրճ խմենք, հիմա ես կպատրաստեմ։ Չէ, Մագդա, նստի, ես քիչ խառնեմ, էլի գործեր ունեմ, հետո կզանգեմ։ Լավ։ Բայց կարող է ասածիցդ նեղացավ։ Ինչի համար ես իր այդ նորմալ եմ խոսացել։ Դե չգիտեմ։ Լավ, ուզում ես գնա խոսա։ Էդ նեղացար։ Այ չէ, Մագդա, գիժես, ես ոնց կնեղանամ այն էլ Արշակոպարից։ Ուղղակի Նորոն տաքարյուն է, ես վստահ եմ սրտին բան չկա, ուղղակի խոսում է։
Մի տեսակ շատ մեղմ ես։ Ինչի սխալ եմ։ Չէ, ճիշտ ես ասում։ Նորոյի սրտին հաստատ բան չկա, բայց մի տեսակ այսօր ոնց որ ձեր հանդիպումը լավ է անցել։ Երկուսդ էլ մեղմացել եք։ Կարող է նորոն ինչ-որ բան է քեզ ասել։ Չէ, ոչ մի կոնկրետ բան։ Քո նման էլի։ Ես վստահ եմ, որ մենք չենք միանալու։ Ուղղակի Չէ, Մագդա, սխալվում ես։ Ոչ մեկս էլ չգիտենք հետո ինչ կլինի։ այդ բայց ինձ թվում է, որ նորոն քեզ ինչ-որ բան ասել է։ Չէ, Մագդա, հաստատ չի ասել։ Երդվում է։ Համ Շուշանը ընտրեց Արշակին, համ էլ հայրդ չգիտեմ թե ում։ Երկուսն էլ թողեցին գնացին։ Բայց մեկը ինչքան էլ Բաբկենին մեղադրեմ, Շուշանի արածը չեմ կարողանում հասկանալ։ Չեմ կարողանում ներել, որովհետև ես էլ եմ կին։ Ես էլ եմ մայր։ Ես էլ եմ մենակով երեխա մեծացրել առանց ամուսնու։ Բայց ոչ մի անգամ չեմ պատկերացրել իմ կյանքը իմ Բաբկենից հեռու։ Ոչ մի անգամ։ Գիտես կաշվիցս դուրս էի գալիս, երբ ստիպված էի լինում 3 օրով գյուղ տանեի, որ կարողանայի հերթապահության գնալ։ Գիտես քանի անգամ եմ հետս գործարան տարել ու հավաքարարի սենյակում քնացրել, որ կողքիս լինի, որ մոտս լինի։ Բայց չգիտեմ ինչ եմ այս ամեն ինչը պատմում այսքանից հետո։ Ինչ եմ մեղադրում ինչ-որ մեկին, ինչ եմ արդարացնում։ Չգիտեմ։ Տատ ջան, մենք ենք քեզ գնահատում։ Դու մեր համար համ մամա ես եղել, համ տատի։ Դու միակն ես, որ մեր կողքից չգնացիր, տատ։ Դու միակն ես, որ մեզ ընտրեցիր։ Ու ես չեմ ուզում դու լացես։ Ես չգիտեմ Բաբկենը կգա թե չէ։ Չգիտեմ։ Բայց չեմ ուզում դու անշնորհակալ մարդու պատճառով լացես տատի։ Քո արցունքները թանկ են, հասկանում ես։ Խնայի քեզ տատի։ Խնդրում եմ, խնայի։ Մեր համար քեզ խնայի տատ։ Ալինային հիմա դու շատ ես պետք տատ։ Ու պետք ես ուժեղ։ Նենց ուժեղ, ոնց մենք քեզ ճանաչել ենք։ Էլիս, բալես, ես չեմ ուզում, որ ձեր մորը այդքան մեղադրեք։ Գուցե ես էլ եմ սխալ եղել։ Հնարավոր է, որ ես իրան հասկանայի, իրա կողքին լինեի, թույլ տայի, որ ընտանիք կազմեր։ Դուք էլ ընդունեիք այդ ընտանիքը։ Ամեն ինչ լավ լիներ։ Այսպես չլիներ։ Չգիտեմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Ալո, Ես ձեր տան մոտ եմ, դուրս կգաս խոսենք։ ինչի հաբան չի եղել։ Չէ, ուղղակի ուզում եմ տեսնեմ ոնց ես։ Սպասում եմ, արի։
ո՞նց ես։ Դե չեմ կարող ասեմ, որ լավ եմ։ Ալինայի մասին ես մտածում։ Ալինայի մասին ամենաշատն եմ մտածում։ Ուղղակի իմ խնդիրները գնալով այնքան են շատանում, որ արդեն չափ ու սահման չկա այդ։ Ինչի էլ ինչ է եղել Էլիս։ Տատիս լավ չի։ Ոնց ինչ է եղել թե համար տատին, արի մետ ներս գնանք։ Պետք չի ներս գնել։ Առողջականի հետ չի կապված այդ։ Բա ինչ է եղել Էլիս։ Տղային է կարոտել։ Այսօր լացում էր։ Այսքան ժամանակ ոչ մի բան չի ասել այդ։ Բայց այսօր սիրտը բացեց։ Այնքան է կարոտել։ Այդ թող զանգի, ինչի չի զանգում։ Նախ ես էլ չեմ ուզենա, որ զանգի։ Հետո հին համարը չկա։ Նոր համարն էլ չունենք, ոչ ինքն է զանգել, ոչ էլ տատին է զանգել։ Գնալուց հետո 3 անգամ զանգեց ու վերջ։ Իմ համար մեկ է այդ։ Ես չեմ զգում իր բացակայությունը։ Ու գիտես ինչի։ Որովհետև իր ներկայությունն էլ երբեք չեմ զգացել։ Բայց տատիս ծնող է։ Պապան տատիի միակ երեխան էր։ Իրոք որ դաժան է։ Ստացվում է, որ արդեն 10 տարի է լուր չունի տատի։ Դու պատկերացնում ես այդ ինչ մեծ թիվ է ծնողի համար։ Ավելի ճիշտ տատիկիս նման ծնողի համար։ Դե պապան էլ ծնող է, բայց մեզ 10 տարիա չի տեսել, չէ։ Բա հիմա ինչ կարող ենք անել Էլիս։ Չգիտեմ այդ։ Չգիտեմ։ Գոնե զանգի։ Զանգի ասի, որ լավ է տատիկի սիրտը հանգստանա։ Տատին մտածում է, որ կարոտը սրտին է մեռնելու։ Դա չգիտեմ ինչ անեմ։ Ես չգիտեմ տատիկին ոնց օգնեմ այդ։ Ես քեզ մենակ եմ թողել։ Չէ, Էլիզը նոր գնաց, նոր։ Էլի կգա։ Քեզ այնքան համով բաներ եմ բերել։ Միջև ուտես կհասնի։ Հա? Դե հələ տուր տոպրակը։ Այսինքն ճիշտ հասկացա։ Ես կարայի չգայի ու առաքում անեի, հա։ Օգնեմ։ Այսինքն։ Հա։ Իսկ կոնե գիտեք թե ուր է։ Ռուսաստանում է։ Բայց որ քաղաքում է չգիտենք։ Ոչ մի բան չգիտենք հետո։ Լսի Էլիս, ես չեմ ուզում քեզ վախեցնեմ, բայց կարող է ինչ որ լուրջ բան է եղել ու չկա։ Ասենք միտեղ մի ձև ձեզ զանգել է հասկանանք։ Բա մորը ինչի չի զանգում։ Չէ դա։ Ոչ մի բան էլ չի եղել։ Գիտես ինչ ա եղել, ուղղակի մարդը իր կյանքը հանգիստ դասավորում է։ Ու չի ուզում գլխացավանքի տակ ընկնի։ Ու գիտի, որ տատիկը զանգի մեզնից է խոսալու, այնպես որ վատ լուրերը շուտ են տարածվում։ Լսի, ուզում ես հետաքրքրվեմ։ Կարաս։ Դե կփորձեմ ամենայն դեպս։ Էդ, բայց նենց կանես հանկարծ չիմանան, հա, որ ես եմ հետաքրքրվել։ Խնդրում եմ, նենց կանես չիմանան, որ ես եմ հարցրել։ Ուղղակի ուզում եմ մի անգամ տատիկի զանգի ու վերջ։ Հա, հասկացա ես, քեզ նենց կանեմ, որ ոչ մեկ չի իմանա, ոչ էլ նորոն։ Մենակ ես ու դու գիտենք։ Լսի, բա կարող է գաս գնանք միտեղ նստենք։ Էդ, տատիս լավ չի, չեմ ուզենա մենակ թողնամ։ Լավ, բարձր։
Բայց մի ուրիշ անգամ կարան գնանք։ Այսինքն մի ուրիշ անգամ կգաս։ Կգամ։ Ինչ։ Ես քեզնից գլուխ չեմ անում էլիս։ Ընդհանրապես։ Ես էլ։ Ալո։ Էդ բարև, ո՞նց ես։ Բարև Հաշան, լավ դու ասա։ Լավ եմ, մերսի։ Էդ կարող է հանդիպենք։ Եկել ես Երևան, բայց ընդհանրապես չենք տեսնվում։ Իբր ընկերներ ենք։ Հաստատ մենակ ուզում ես ինձ տեսնես, թե ասելու բան ունես։ Դու ինձ լավ ես ճանաչում։ Հա, ունեմ ասելու բան այդ։ Իսկ կարող եմ մինչև հասնելս մի երկու բառ ասես։ Չէ, արի կխոսենք։ Լավ։ Տատ։ Տատ։ Տաճ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, լավ։ Կարամ հանգիստ գնամ երախու մոտ։ Հա, գնա, բալես, հանգիստ գնա։ Բժիշկ ջան, ես դեղերը փոխանցել եմ բուժքերոջը։ Ինչի կարիք լինի ասեք, ես պատրաստ եմ, ինչ պետքա կանեմ։ Մենակ խնդրում եմ, քերոջս բուժեք։ Ամեն ինչ արեք, որ լավ լինի, խնդրում եմ։ Գնամ միրգել բերեմ ու կամ հետ։ Սպասի, աս։ Ես չեմ եկել ինչ-որ բան ուտելու, եկել եմ, որ խոսենք։ Նստի։ Ես հասկանում եմ, որ ուղղակի փորձում ես իրավիճակը ցրես։ Որովհետև չգիտեմ ոնց սկսեմ ու որտեղից այդ։ Ուզում ես Նորոյի մասին խոսենք։ Դրա համար չես կողմնորոշվում։ Հա։ Այդ ես պետքա ինչ-որ մի բան անեմ։ Ես պետքա ինչ-որ քայլեր ձեռնարկեմ, որ մենք հաշտվենք։ Հաշտվեք։ Հաշտվեք հաս։ Դու գնում կորում ես, անընդհատ Նորոյի վրա գորգռում ես, ինչ ասես չես ասում այդ տղուն։ Մեղադրում ես անընդհատ։ Տենց չի լինում հաս։ Տենց մարդուն հետ չեմ բերում, այդ շատ վատ եղանակ է։ Դու տենց մարդուն քեզնից ավելի ես վանում։ Կներես, որ հիմա հետդ սենց եմ խոսում, դու ինքդ ես ասում, չէ՞ որ մենք ընկերներ ենք։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու քո սխալը պատկերացնես, ասես, որ չտանջվես։ Դու ոչ թե պիտի անընդհատ մեղադրողի դերում լինես, այլ պիտի այդ մեղքը հավասար ընդունես։ Պիտի հասկանաս, որ այդ հարաբերությունները չեն, որտեղ ճիշտ ու սխալ պիտի արվի, հասկանում ես։ Այդ ես ուղղակի չեմ կարողանում առանց Նորո։ Իմ կյանքը առանց Նորո անիմաստ է ու կիսատ։ Դրա համար եմ ես Նորոյին մեղադրում։ Դրա համար ես չեմ կարողանում Նորոյին ներել, որ ինքը թույլ տվեց այս փոքր բանի պատճառով մեծ պատմություն դառնա։ Մարդիկ իրար այնքան բարդ բաների համար են ներում։ Այս թյուրի մածության համար Նորոն թույլ տվեց, որ ամեն ինչ քանդվի։ Իսկ կարող է այդ պատճառը ուղղակի առիթ է դարձել, որ Նորոն գնա այդ քայլին։ Այսինքն դուք ոչ թե դրա համար եք բաժանվել, այլ հարցը ավելի խորքային է, քան քո ծնունդ գնալն ու չասելը հաս։ Քեզ Նորոն ինչ-որ բան է ասել է դու։ Եթե դու ինչ-որ բան չիմանայիր, սենց վստահ չէիր խոսա։ Դու գիտես, որ ինչ-որ բան է եղել ու դրա պատճառով մենք չենք կարողանում հաշտվել։ Կարող է ինձ էլ ասես, ես էլ իմանամ։ Աս, դու իմ համար շատ հարազատ աղջիկ ես։ Ես քեզ քրոջ նման սիրում եմ ու չեմ ուզում, որ տանջվես։ Ես գիտակցում եմ, որ եթե հիմա շարունակեմ լռել, քո համար ավելի վատ է լինելու։ Բայց դու պիտի հասկանաս, հաս, որ կյանքում սենց բաներ լինում են։ Մարդիկ սիրում են իրար, հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվում են։ Այդ նորմալ է հաս։ Կյանքի օրենքն է տենց, մենք ոչ մի բան չենք կարող փոխենք։ Մարդիկ իրար սիրում են, հետո բաժանվում են, հասկանում ես, չէ՞։ Է դու կարաս պարզ խոսաս։ Հա, սախր իմ համար էլ հեշտ չէ։
Էդո, խոսա ասում եմ։ Նորոն ուրիշ աղջկա է սիրում աս։ Հաստատ սիրում է։ Այդ ուղակի ինչ որ մեկով տարվել չի հաս։ Իրոք սիրում է։ Պարզա։ Հաս։ Երևի դու Մագդայի մասին ես չէ խոսում։ Ինչքան գիտեմ, քեզ հարազատ մարդ է։ Պաստորեն գիտեիր։ Հա գիտեի։ Ու մի բան էլ ասեմ, դու իմացի։ Նորոն ու Մագդան երբեք չեն կարա իրար հետ լինեն, որովհետև Մագդան Նորոյի թշնամու քույրն է Էդո։ Ես չեմ մանրանա ու ինձ չվերաբերվող հարցերի մասին չեմ խոսի։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ դա անհնար է։ Այդ աղջիկը ոչ մի շանս չունի Նորոյի կողքը լինելու համար։ Ոչ մի շանս Էդո։ Ավելի շուտ Լուսինը երկնքից կիջնի, քան Նորոն ու Մագդան միասին կլինեն։ Շատ սխալ ճանապարհ ես ընտրել ասու։ Չէ, ես սխալ ճանապարհ չեմ ընտրել Էդո։ Իրանք երբեք միասին չեն լինելու։ Իսկ ես հակառակն եմ զգում հաս։ Ճիշտ ես։ Ճիշտ ես, Մագդան ինձ շատ հարազատ աղջիկ է։ Ու ես շատ ավելին գիտեմ, քան դու պատկերացնում ես։ Դրա համար եմ ասում, որ հույսդ կդրես։ Բայց դու ճիշտ ես։ Ճիշտ ես ասում, այս մեր թեման չի, որ քննարկենք։ Ուղղակի ինչ։ Ուղղակի ինձ թվում է, որ Մագդան ու Նորոն կհաշտվեն։ Քեզ շատ սխալ է թվում Էդո։ Շատ սխալ։ Դու երևի Նորոյին լավ չես ճանաչում։ Դու չգիտես, որ իր համար պատվից առավել ոչ մի բան չկա։ Ես իմ ընկերոջը շատ լավ եմ ճանաչում, աս։ Ես իմ տեսածն եմ ասում։ Ես տեսել եմ Նորոն ոնց է խոսում Մագդայի մասին իրենց վերջին հանդիպումից հետո։ Այսինքն ինչ վերջին հանդիպում Էդո։ Նորոն ու Մագդան իմ տանը հանդիպել են։ Ու դրանից հետո շատ բան է փոխվել։ Էլ այն հին թշնամանքը մի տեսակ չկա։ Դրա համար եմ կարծում, որ իրենք կհաշտվեն։ Այսինքն Էդո, ինչ է նշանակում քո տանը հանդիպել են։ Ուրեմն դու ես հա հանդիպում կազմակերպել։ Հիմա էլ եկել ես ուզում ես ինձ օգնես լավամարդ ես դուրս գալիս։ Ես այս վիճակից արդեն ահավոր ներվայնանում եմ ասում։ Ես ոչ մի բան չեմ կազմակերպել։ Ինչ լինում է վերջում իմ գլխին աջարդվում, հասկանում ես։ Նորոն ու Մագդան ուղղակի միաժամանակ եկել են իմ տուն ու միամիտ հանդիպել են։ Ես մի բան կասեմ քեզ ընդամենը Էդո։ Մի բան։ Կամ Նորոն իմը կլինի, կամ ես թույլ չեմ տա, որ ես իմով իմ երջանկությունը խլի ինձանից։ Հաս դու տենց մենակ քո կյանքն ես փչացնելու։ Իմ կյանքը արդեն փչացած է առանց Նորո Էդո։ Ոնց տեսնում եմ Մագդան քո համար շատ կարևոր մարդ է, ու դու մեկա իրան ես պաշտպանելու։ Հասո ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ Ես իմ տեսածն եմ ասում, այդ մարդիկ իրար սիրում են։ Հերիքը ասես, որ այդ մարդիկ սիրում են իրար Էդո, սուս մնա։ Գնա։ Հիմա ինչ լացելու ես։ Քո գործը չի Էդո, գնա։ Քեզ ես վիճակում թողեմ գնամ հաս, հա։ Էդո գնա։ Գնա հասի Մագդայիդ։ Հաս հանկարծ ոչ մի բան չանես։ Դու ավելի լավ է քո սիրային հարցերը լուծի։ Այսինքն ընկել ես Էլիզի հետևից, բայց ինքը ընդհանրապես չի ուզում քո հետ շփվի։ Ինձ միշտ ասում է, որ ավելի լավ է մենակ մնա, քան քո հետ։ Ուղղակի հիմա կողքներն ես օգնում ես իրանց, դրա համար էլ պահում է կողքը, չի ուզում նեղացնի քեզ։ Էդո, դու Էլիզի միակ շանսն ես, որ ինքը հիմա Մագդայից ընտանիքին ավելի մոտ լինի ու վնասելու ձև ունենա։ Այսքան բան։ Այ հիմա կարաս գնաս։